Ես նաև հավելեմ, որ իսկապես մեր մոտ այս ամբողջ իրավիճակը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում, որովհետև գործող վարչախումբը նոր տերմինոլոգիա որդեգրել Հայաստանի դեմ մղվող հիբրիդային արշավ, հիբրիդային պատերազմ եւ այլն, եւ եթե նախկինում ձեզ պիտակավորում էին որպես նախկին, որպես կոռուպցիոներ, որպես ենթադրենք ռուսամետ եւ այլն, հիմա էլ դուք դառնում եք հիբրիդային, այսինքն եթե դուք դրանց ոչ մի պայմանին այլևս չեք բավարարում, բայց շարունակում եք պայքարել իրանց դեմ, ուրեմն դուք դառնում եք Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասնակից։ Եվ ըստ էության, որպեսզի իրանք հաղթող դուրս գան, այսպես ասած հիբրիդային պատերազմում, իրանք որոշել են բառի բուն իմաստով ոտնատակ տան ժողովրդավարության վերջին մնացորդները երկրում։ Դիտորդական առաքելությունները պետք է հասկանալ, ի վերջո դրանք ընտրությունների օրինականությունը եւ հանրային վերահսկողությունը երաշխավորող կարևորագույն ինստիտուտներ են։ Եվ եթե այս մարդիկ բացարձակ ասիմետրիկ կերպով հայտարարություն են անում, որ մենք սա քննարկել ենք նորմալ դիտորդական առաքելությունների հետ, ակնարկելով, որ ոչ նորմալների հետ, այսինքն որոնք իրանց քաղաքական համոզմունքը չեն կիսում, նրանց հետ դա չեն քննարկել, արդեն դրանով իրենք դիտորդական դաշտը բնականաբար բաժանում են յուրայինների եւ հակառակորդների, արդեն դրանով քաղաքականացնում են հենց այդ նույն դիտորդական դաշտը, Մենք հիմա մտածում ենք, որ բնականաբար այս օրենքի նախագիծը ոչ միայն հրեշավոր է իր էությամբ հակաժողովրդական, այլև մեր սահմանադրական իրավունքներն է ոտնահարում, ինչպես ես արդեն ասացի, խոսքը առաջին վերաբերվում է Սահմանադրության 70-րդ հոդվածին, որոշակիության սկզբունքին, բայց գուցե նաև այլ կետեր կան Սահմանադրության, որոնք խախտված են, ուստի մեր իրավաբանների հետ մենք հիմա վերլուծում ենք օրենքի նախագիծը, որպեսզի ըստ հնարավորության բողոքարկենք այն սահմանադրական դատարանում։ Իհարկե մենք բողոքարկող սուբյեկտ չենք, ինչպես հասկանում եք, բայց կան բողոքարկող սուբյեկտներ, ինչպիսին է օրինակ մարդու իրավունքների պաշտպանը, ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը, հանրապետության նախագահը եւ այլն, եւ մենք գտնենք տարբերակ այդ բողոքարկումը իրականացնելու։ Բայց եթե նույնիսկ մինչև ընտրությունները դա տեղի չունենա, մենք համոզված ենք, որ մենք ձև կգտնենք մեր քաղաքացիների քվեն պաշտպանելու։ Եվ ավելին, այս գործող վարչախմբին ուզում ենք հասենք հետևյալը, եթե դուք փորձեք մեր քաղաքացիների քվեն գողանաք, դա ձեր մոտ չի ստացվելու միևնույնն է։ Մենք հետամուտ ենք լինելու նրան, որ մեր երկրում ընտրություններով հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել, որպեսզի դուք վերջին ինստիտուտը, որը մնացել է, ընտրությունների ինստիտուտը, դա ըստ էության չչեղարկեք ձեր կողմից ընդունված հրեշավոր օրենքներով, օրենքների նախագծերով եւ դրանով ընձեռնվող վարչական հնարավորություններով։ Մենք բոլորս միասին, նաև դուք հարգելի գործընկերներ եւ հավեր հարգելի ունկնդիրներ, պետք է շահագրգռված լինենք նրանով, որպեսզի մեր երկրում ընտրությունների միջոցով հնարավոր լինի իշխանություն ձևավորել եւ մասնապես նաև նախկին իշխանությունը փոխել։ Ուստի դա կարևորագույն ինստիտուտն է, որը դեռևս կա Հայաստանում, իդեպ ես հիշեցնեմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով բազմիցս այդ ինստիտուտը չարաշահվել։ Բազմաթիվ ընտրված տեղական ինքնակառավարման ավականու անդամներ եւ համայնքապետեր այս վարչախմբի կողմից ռեպրեսիաների են ենթարկվել։ Մենք դա էլ ենք հիշում, բայց մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս վարչախումբը վերջի, այսպես ասած, բաստիոնը հնարավոր համապետական ընտրությունները իր գործունեությամբ այլասերի եւ դարձնի դրանք բացարձակ անիմաստ։ Այդքանը պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին։